Բարև ձեզ, այս հանդիպմանը կխոսենք Վիետի թեորեմի մասին, խորանարդ աստիճանի բազմընդհանների համար և կլուծենք մի քանի խնդիրներ։ Նախ գրենք Վիետի թեորեմը քառակուսի աստիճանի բազմընդհանների համար, երկրորդ աստիճանի բազմընդհանների, որպեսզի ինչ-որ հղվելու տեղ ունենանք։ Եթե ունենք x քառակուսի գումարած bx գումարած c բազմընդհանը, այն հավասար է 0-ի, կամ ոչ մի x-ի համար, կամ 1x-ի համար, կամ 2x-ի համար, իրական x-երի։ Եվ պարզում ենք դա նայելով դիսկրիմինանտին, եթե դիսկրիմինանտը մեծ է 0-ից, ուրեմն ունի երկու լուծում, եթե հավասար է 0-ի մի լուծում, կամ նույն լուծումից երկու հատ, իսկ եթե դիսկրիմինանտը փոքր է 0-ից, լուծում չունի, իրականում ունի կոմպլեքս լուծումներ, ուղղակի դրա մասին չենք ասում, խոսում ենք իրական լուծումներից հիմա։ Եվ եթե օրինակ ունի բազմընդհանը երկու լուծում, ապա կարելի է գրել, եթե այդ լուծումներն են x1, x2-ը, ապա այն կարելի է գրել x մինուս x1 անգամ x մինուս x2 տեսքով։ Հետո որ բացում ենք այս փակագծերը, ստանում ենք x քառակուսի մինուս x1 գումարած x2 անգամ x գումարած x1 անգամ x2։ Ուրեմն այս c-ն արտադրյալն է բերել այդ արմատների գումարի հակադիր թիվը։ Եթե այստեղ առաջին ավագ անդամի գործակիցը 1 չի, այլ ինչ-որ ուրիշ թիվ է, այդ թիվը եթե լինի a, կարող ենք վարվել լրիվ նույն կերպ, ուղղակի արդեն կանենք հետևյալ կերպ, այդ a-ն ընդհանուր կհանենք, ունենանք x քառակուսի գումարած b այրորդ գումարած x գումարած c այրորդ, այսինքն այս a-ն ըստ էության չի խանգարում, մենք ուղղակի նրան ընդհանուր ենք հանում, հետո հավասարացնում ենք 0-ի և գիտենք։ Հիմա նույն պատմությունն է համարյա խորանարդ աստիճանի համար, եկեք գրենք, նախ մի տարբերություն կա խորանարդ աստիճանի համար, մենք հաստատ գիտենք, որ այն կունենա գոնե մեկ իրական արմատ։ Հիմնավորումը հետևյալ կերպ է, եթե առաջին ավագ անդամի գործակիցը հավասար է 1, այսինքն ունենք x խորանարդ գումարած bx քառակուսի գումարած cx գումարած d բազմընդհանը, ուզում ենք այն հավասար լինի 0-ի, կարող ենք տեսնել, որ այս արտահայտությունը x-ը շատ մեծ վերցնելիս, կամ պլյուս անվերջի ձգտեցնելիս, ձգտում է պլյուս անվերջի, որովհետև այս x խորանարդը մեծ է լինում այս մնացած բոլորից զուտ x-ի մեծության շնորհիվ։ Այսինքն հաստատ գիտենք, որ այս արտահայտությունը որպես ֆունկցիա, որ դիտարկենք ու գրաֆիկը նայենք, հաստատ գիտենք, որ շատ մեծ x-երի համար լինելու է դրական։ Եվ մյուս կողմից շատ փոքր x-երի համար, եթե դիտարկենք բացասական թվերը, սա շատ փոքր կլինի, նույնիսկ եթե այս մյուսները դրական ստացվեն, միևնույն է, ունենանք բացասական արժեք, այսինքն շատ փոքր x-երի համար բացասական է լինելու, ուրեմն քանի որ այդ ֆունկցիան անընդհատ ֆունկցիա է, ինչ-որ պահի հավասարվելու է 0-ի, այսինքն երրորդ աստիճանի բազմանդամը հաստատ գոնե մի իրական արմատ ունի։ Հետո, եթե օրինակ x1-ը այս բազմանդամի արմատը, դա նշանակում է, որ մենք կարող ենք ուղղակի տեղադրել և կստանանք x1 խորանարդ գումարած bx1 քառակուսի գումարած cx1 գումարած d-ն հավասար է 0։ Եվ
գիտենք մի փաստ, որ եթե x1-ը այս բազմանդամի արմատ է, ապա այդ բազմանդամը բաժանվում է x մինուս x1-ի։ Այսինքն, եթե բազմանդամների բաժանում ունենք, բաժանենք x խորանարդ պլյուս bx քառակուսի գումարած cx գումարած d բազմանդամը x մինուս x1 բազմանդամի վրա, մնացորդ չի ստացվի, հենց կստացվի ինչ-որ մի բազմանդամ։ Դրա հիմնավորումը մի հատ արագ հիշենք, եթե օրինակ ստացվի ինչ-որ մի հատ քանորդ, այսինքն քանորդ բազմանդամ գրեմ qx, գումարած ինչ-որ մնացորդ բազմանդամ rx, որ տեղադրենք այս հավասարության մեջ x1 թիվը, ձախ մասում x1 տեղադրել է, գիտենք, որ զրոյացնում է։ Դա նշանակում է, որ աջ մասում նույնպես զրոյացնում է։ Բայց աջ մասում այս x մինուս x1-ը էլի զրոյանում է, որովհետև x մինուս x1-ը դառնում է x1 մինուս x1 հավասար է 0-ի։ Այսինքն մենք ստանում ենք, որ 0-ն հավասար է մնացորդին։ Այս մասը, ձախ մասը գիտենք 0 էր, աջ մասը x մինուս x1-ի շնորհիվ առաջին գումարելին 0 էր, մնաց մնացորդը։ Բայց մենք նաև գիտենք, որ եթե x մինուս x1-ի ենք բաժանում, մնացորդը հաստատ թիվ է լինելու, որտեղ մնացորդի աստիճանը ավելի փոքր պետք է լինի, քան բաժանարարի աստիճանը։ Կամ օրինակ, որ եթե bx քառակուսի գումարած cx գումարած d-ն բաժանում ենք սյունակով x մինուս x1-ի, այս գործողությունները մինչև այս պահը անելու ենք, այս cx-ն էլ x-ի հետ գնալու է, հետո արդեն մնալու է մնացորդ կամ ինչ-որ թիվ, ոչ զրոյական, կամ էլ հենց 0, այսինքն մնացորդ չի լինի, մնացորդը լինելու է 0։ Այսինքն մենք ստացանք, որ այս մնացորդը 0 է հենց։ Շատ կներեք մի բան հարցնեմ։ Այս Բեզուի թեորեմի նման էր, որ ասենք բան արմատները փնտրում էինք մնացորդի բաժանարարների մեջ, հենց դա է։ Հա, մնացորդի բաժանարար, հա, նման է, ուղղակի այստեղ ամբողջ թվեր չեն, մենք ուղղակի 0 ենք դնում։ Շնորհակալ։ Այսինքն ստացվում է, որ եթե միտեղ արմատ ունենք, այս բազմանդամը կարող ենք տրոհել մի հատ x մինուս x1-ի, fx-ի փոխարեն գրեմ px, որտեղ դե բազմանդամները կարող ենք նկարագրել։ Կարող ենք մի հատ տրոհել x մինուս x1-ի և տակը մնալու է ինչ-որ մեկ այլ բազմանդամ։ Եվ քանի որ մի հատ x առանձնացրել ենք, ընդհանուր կար x-ի խորանարդ, պետք է մյուս բազմանդամի գլխավոր անդամը լինի x քառակուսի, որ այս x-ն ու x քառակուսին բազմապատկվեն դառնան x խորանարդ, և մնացածը արդեն կարևոր չի, ինչ-որ բան է ստացվելու։ Գրեմ x քառակուսի պլյուս px պլյուս q։ Հիմա մի արմատը x1-ն է, մյուս արմատը պետք է փնտրել արդեն այս քառակուսի եռանդամի մեջ։ Արդեն գիտենք քառակուսի եռանդամը կամ արմատ չունի։ Եթե արմատ չունի, այդ դեպքում մեր բազմանդամի գրաֆիկը հենց այնպես է լինելու։ Հենց մինուս անվերջից բարձրանալու է, մի կետում հատի, բարձրանա պլյուս անվերջ։ Եթե սա երկու արմատ ունի, նշանակում է մեր խորանարդ աստիճանի բազմանդամը կունենա երկու արմատ։ Օրինակ 3 արմատ, մի հատ ուներ պլյուս 2, ստերից մի հատ, ստերից երկու հատ։ Օրինակ կբարձրանա
մի հատ արմատ կունենա, հետո քիչ կնվազի, եւս մեկ արմատ կունենա եւ էլի կաճի եւ երրորդ արմատը այստեղ կունենանք եւ դրանից հետո կաճի պլյուս անվերջություն։ Այսինքն այս դեպքում էլ 3 արմատ եղա։ Իսկ այն դեպքում, երբ որ այս բազմանդամը 1 արմատ ուներ, դա նշանակում է, որ երկու արմատ։ Բայց այդ պետք է հասկանալ ոնց կլինի։ Ես մի հատ Այսինքն 1x1 արմատը չէ, մյուսն էլ բանը, հենց քառակուսային հավասարման մի արմատն է։ Ահա կլինի x մինուս x1 քառակուսային հավասարումը եթե մի արմատ ունի, այսինքն x մինուս ինչ որ x2-ի քառակուսի է դառնում, լրիվ քառակուսի է։ Դա նշանակում է, որ մեր ֆունկցիան աճելու է մինչև x1 Հետո կարա շոշափի։ հետո քանի որ պետքա վերջում մեկը դրական մնա եւ մի հատ էլ արմատ պետքա ունենա, ստիպված է լինելու շոշափի։ Այստեղ ես իրականում բավական դեպքեր բաց թողեցի գծելուց, նախ ոչ մեկ չի ասել, որ x1-ը ամենափոքր արմատն է, կարող է x1-ը այս արմատն էր։ Հետո դեպքեր կան, օրինակ կարող է x1-ն ու x2-ը իրար հավասար լինեն։ Եթե x1-ն ու x2-ը իրար են հավասար, ստացվում է x մինուս x1-ի խորանարդի հետ գործ ունենք, իսկ դա ուղղակի խորանարդ ֆունկցիան x1-ով աճ է տեղափոխած, այսինքն այսինքն ինչ որ ֆունկցիա ունենք։ Սա մի կետում հատվում է, բայց նաև ոնց որ այդ շոշափելու բան ունի, որովհետև այս կետում ատենցիալը 0 է ստացվելու, նույնիսկ կրկնակի ատենցիալը ոնց որ թե։ Նաև մի դեպք էլ այստեղ կարող է այս բազմանդամի արմատներից մեկը էլի x2-ի է հավասար։ Բայց ինչևէ, եթե մի արմատ երկու անգամ կարագրվի, օրինակ եթե կարող են գրել x մինուս x1, հետո մի հատ էլ x մինուս x1, հետո x մինուս x2, կարող ենք ասել, որ միևնույն է բազմանդամը ունի 3 արմատ, ուղղակի այդ 3-ից որևէ երկուսը կրկնվում է։ Կարող է 3-ն էլ կրկնվեն, օրինակ կարա սենց լինի, այդ դեպքում կասենք, որ բազմանդամի արմատներ ունեն x1-ը, x1-ը եւ x1-ը։ Կամ բազմանդամի արմատն է x1-ը, որը մի քանի բազմակի անգամ արմատ, բառը մոռացա։ Ինչպես ենք ասում։ Այսինքն հատումը մի կետում է, իսկ հնարավոր է ասենք պարաբոլի պես ինքը իջնի ու մենակ շոշափի վերև բարձրանա գրաֆիկը, թե միշտ բացասականից վերև է բարձրանում։ Միշտ բացասականից է բարձրանում, պարաբոլի նման իջնելու պահը չի կարող լինել, բայց շոշափում կարող է լինել։ Բարձրանա շոշափի, այս դեպքը չգծեցինք, որովհետև այս այն դեպքն է, երբ որ շոշափում ունենք, դա նշանակում է, որ երկու հատ արմատ ունենք, նշանափոխման միջակայքերը մինուս պլյուս են։ Այսինքն ունենք օրինակ x մինուս x պլյուս 1-ի քառակուսի անգամ x մինուս 2, այստեղ այսել 1։ Եթե արմատները թվացյալ մինուս 1 և 1 կետերն են, բայց եթե մինուս 1 կետում շոշափում է, դա նշանակում է մինչ այդ բացասական էր, դրանից հետո էլի բացասական է, այսինքն x պլյուս 1-ը քառակուսով է այս արտահայտության մեջ, որով նշանը չփոխվի իրենով անցնելիս, եթե կետ փոփոխականը x փոփոխականը մինուս 1-ից փոքր է, էլի բացասական կլինի, մինուս 1-ից 1-ը մեծ է, էլի բացասական կլինի, մինչև 1-ից չի անցնում ու դրական դառնում։ Այս դեպքը ինչի չէին գծել, որովհետև սա այն դեպքն է, երբ որ x1-ը եւ այս քառակուսի եռանդամի արմատներից մեկը համընկնում են։ Այստեղ ոնց որ շատ կարևոր չի դեպքերի մեջ խորանալ,
կարելի է ասել, որ փաստորեն կամ խորանարդ աստիճանի բազմանդամը ունի մեկ արմատ, կամ էլ ունի 3 արմատ, միգուցե որոշները կրկնվող լինեն։ Խոսքը իրական արմատների մասին է։ Այսինքն, որ նայում ենք ստացված բոլոր դեպքերում, կամ այս սև դեպքում 1 արմատ էր, կարմիր դեպքում 3 արմատ էր, այս մի դեպքում թվում է թե 2 արմատ էր, բայց քանի որ շոշափում ունեինք, երկու հատ x2 կար, x-x2, x-x2։ Դրա ոնց որ նույն արմատը 2 անգամ էր հանդիպում, էլի 3 արմատ։ Այսինքն մեր գլխավոր նպատակը խորանարդ աստիճանը դարձնել առաջին աստիճանի եւ երկրորդ աստիճանի հավասարումների արտադրյալ եւ r մնացորդի դեպքում։ Հա, դա ոնց որ հիմա մինչև Վիետիի թեորեմին հասնելը ինչ որ նկատառում էր, կարող ենք շարունակել այդ բանով։ Եթե հիմա դիտարկենք այն դեպքը, երբ որ ունի 3 իրական արմատ, կարող է որոշները կրկնվող լինեն։ Եթե ունի 3 իրական արմատ, նշանակում է կարելի է գրել, արմատները նշանակեմ, որպեսզի չխառնվենք x1, x2, x3-ի մեջ, նշանակեմ օրինակ r, q եւ s տառերով։ Նշանակում է մեր բազմանդամը կարելի է գրել x մինուս r, x մինուս q, անգամ x մինուս s տեսքով։ Հիմա երկրորդ հաստի քառակուսի եռանդամների համար այս տեսքով գրեցինք, բացեցինք փակագծերը եւ ստացանք, թե որ գործակիցը այդ արմատներով ոնց է արտահայտվում։ Նույնը անենք խորանարդի համար։ Գրեմ, մի հատ առաջի երկու փակագծերը բացեմ, x քառակուսի մինուս r գումարած q անգամ x գումարած r անգամ q։ Հիմա սա պետք է բազմապատկել x անգամ x մինուս s-ի հետ։ Նախ ստացվում է x խորանարդ, հետո ստացվում է հանած s անգամ x քառակուսի, հետո մինուս r պլյուս q անգամ x քառակուսի, այս երկուսը բազմապատկելիս, հետո սա էլ մինուս s-ի հետ բազմապատկում ենք, լինում է մինուս s անգամ, երկու հատ մինուս է պլյուս s, r պլյուս q անգամ x։ Այս երկուսը սա էր։ Մի հատ էլ է r-q-ն բազմապատկեմ այդ երկուսով, ստացվում է r-q անգամ x պլյուս նշանով և հանած r անգամ q անգամ s։ Հիմա խմբավորենք մի քիչ, որ ավելի հասկանալի դառնա։ Ունենք x խորանարդ, հանած x քառակուսու գործակիցներն են մինուս s, մեկ էլ մինուս r պլյուս q, այսինքն կարելի է խմբավորել, լինում է մինուս պլյուս s։ Պլյուս r պլյուս q, x-ի գործակիցներն են այստեղ մի հատ sr ունենք, մի հատ sq ունենք, մի հատ էլ rq ունենք, այսինքն պլյուս նշանով, իդեպ, sr պլյուս sq, մի հատ էլ rq, անգամ x, և հանած rqs։ Փաստորեն, ստացանք, որ այս մեր բազմանդամը, որը սկզբում գրել էինք x խորանարդ պլյուս bx քառակուսի գումարած c x գումարած d, իր արմատներով էլի կարելի է գրել։ Ուրեմն b-ն իր արմատների գումարն է, s-ը r-ն մինուս նշանով։ Սա լրիվ համընկնում է
նախորդ քառակուսու դեպքի հետ գրում ենք b-ն հավասար է մինուս նշանով r գումարած s r գումարած q գումարած r երկրորդ գործակիցը c-ն հավասար է s անգամ r գումարած sq գումարած rq այսինքն սա լրիվ նորություն է, սա զույգեր ենք կազմել արմատներից, բազմապատկել ենք, գումարել ենք իրար։ Եվ մյուս գործակիցն էլ արդեն եռյակներ ենք կազմել, մի եղանակով է կարելի, RQS-ն է, այսինքն դեն հավասար է էլի մինուս նշանով, նկատեք, որ այն քառակուսու դեպքում նույնը չէր, ընդեղ պլյուս նշանով էր, հիմա մինուս նշանով է, այստեղ զույգերի արմատների զույգեր, արմատների զույգերի արտադրյալի գումար, այստեղ արմատների եռյակներ, բայց քանի որ մի եռյակ է, ունենք ուղղակի մի հատ արտադրյալ, իսկ այստեղ իրականում արմատները առանձին արմատներ, այստեղ էլ մեկ հատ ունենք։ Հիմա Վիետի թեորեմը գրելու համար մեզ պետք է ոնց որ այս արմատների այս արտահայտությունները արտահայտենք այս կոեֆիցիենտներով, այսինքն գործակիցներով, ուղղակի մինուսը տանեմ ձախ մաս, այստեղ այս մինուսները տանեմ ձախ մաս։ Եվ մի բան էլ հիշենք, որ իրականում ավագ անդամի գործակիցը կարող է լինել մեկ ուրիշ բան, ոչ թե մեկ, այլ ինչ-որ a։ Երբ որ ավագ անդամի գործակիցը լինի a, այստեղ կլինի a, մենք ընդհանուր կհանենք a-ն։ Եվ ուղղակի կունենանք b a-րորդ, c a-րորդ և d a-րորդ։ Աջ մասում էլ կունենանք ax վարնորդի հետ։ Այսինքն նույն բաները կլինեն ուղղակի b a-րորդի, c a-րորդի և d a-րորդի մասին։ Ստեղ ուղղեմ, ոչ թե մինուս b, այլ մինուս b a-րորդ, ոչ թե c, այլ c a-րորդ, ոչ թե d, այլ մինուս d a-րորդ։ Իսկ այս կողքի արտահայտությունները նույնն են մնում, մինուս b-երորդը հավասար է դրանք բաժանած a-ի չի լինում։ Չէ, դրանք բաժանած a-ի չի լինում, որովհետև մենք ուղղակի a-ն ընդհանուր ենք հանում, արդեն ունենում ենք ընդհանուր հանելուց հետո այս բազմանդամը, որի համար գիտենք, որ այս բազմանդամի համար գիտենք, որ արմատները գումարելով կարելի է ստանալ այս b a-րորդը մինուս նշանով։ Այսինքն RQS-ը նույնն են մնում, a-ն ընդհանուր հանելուց մեկա նույն արմատներն են, էլի։ Եղավ, շնորհակալություն։ Եկեք նաև ուշադրություն դարձնենք, թե այս մինուսները որտեղից են գալիս։ Մի հատ այստեղ ուշադրություն դարձնենք։ Մինուսը x1 պլյուս x2-ի գալիս է նրանից, որ համ x1-ը համ x2-ը մինուս ունեն հետները, որ բազմապատկում ենք x-ի հետ, սա բազմապատկում ենք x-ի հետ, սա բազմապատկում ենք x-ի հետ, մնում է։ Իսկ x1 անգամ x2-ի պլյուսը նրանից է գալիս, որ երկու հատ մինուսով արտահայտություն բազմապատկում ենք, դառնում է պլյուս։ Հիմա խորանարդ աշխենի համար էլի նույն բանն է տեղի ունենում։ Օրինակ RQS-ը, այս վերջին RQS-ը, ստացվում այն ժամանակ, երբ որ այս մինուս r-ը բազմապատկվում է մինուս q-ի հետ, բազմապատկվում է մինուս s-ի հետ։ Քանի որ 3 հատ մինուս է, արմատների եռյակ ունենք, լինելու է մինուս նշանով։
Օրինակ, այս RQ-ն երկու հատ մինուսից է առաջացել, որովհետև մենք բազմապատկել ենք այս R-ը այս Q-ի հետ, հետո մի հատ էլ X-ի հետ ենք բազմապատկել, դրա համար ստացել ենք RQX։ Քանի որ երկու հատ արմատ է, երկու հատ մինուս, արմատների զույգերի համար երկու հատ մինուս է, այսինքն պլյուս։ Իսկ երբ որ արմատները ունենք ուղղակի, դա մեկը մինուս նշանով, օրինակ այս մինուս S անգամ Q քառակուսին, սա այս մինուս S-ը բազմապատկել ենք X-ով ու մի հատ էլ X-ով։ Այսինքն այս փակագծերը բացելուց մի հատ մինուս է եղել, դրա համար մինուս նշան։ Այդտեղ կարելի է հիշել, որ L-ի գումարը մինուսով է, հետո զույգերը պլյուսով, հետո մինուսով։ Դրանց նշանները փոխվելու են մինուս պլյուս մինուս։ Ու այս բանի նշանը գումարի, արմատների գումարի նշանը չի փոխվում։ Սա Վիետի թեորեմի ձևակերպումն էր, ապացույցի հետ մեկտեղ։ Հիմա կարող ենք արդեն ինչ-որ օրինակներ դիտարկել։ Շատ կներեք մի հարց տամ, իսկ այս նույնը կարելի է կիրառել 4-րդ աստիճանի բազմանդամի համար, թե չէ։ Հա, լրիվ Որ նույն ասենք, տրամաբանությամբ, բանը երկու արմատների վրա բաժանվի, նույն երկու փակագծերը առաջանա եւ երկրորդ աստիճանի բազմանդամ, այդպես է լինի։ այնտեղ Ոնց որ մի դեպքերը, արմատ անենք, խորանարդով առաջանա, հետո է խորանարդը դարձնենք քառակուսիով էլի։ հա, ուղղակի այնտեղ կարող է այնտեղ էլ ընդհանրապես արմատ չլինի, 4 աստիճանի բազմանդամը ուղղակի էլի բան լինի, լրիվ դրական լինի, կարա մի արմատ ունենա, թե չի կարա մի արմատ ունենա, պետքա երկու արմատ ունենա, կամ էլ 4 արմատ։ Ու այնտեղ եթե բոլոր արմատները իրական են, 4 աստիճանի բազմանդամը կարելի է գրել չգիտեմ, x մինուս r, x մինուս q, x մինուս s, x մինուս b, փակագծերը բացել ու նմանատիպ բան տեղի կունենա։ Այդ ոնց որ ինչ-որ ժամանակատար կլինի, ընդհանուրի համար հասկանալը շատ նման է լինելու հենց այս 3 հատի համար ոնց եղավ, նույնը ընդհանուրի համար կլինի։ Իրականում մի ոնց որ նշում էլ անեմ, սա աշխատում է նույնիսկ կոմպլեքս արմատների դեպքում։ Այսինքն, եթե արմատները կոմպլեքս են, էլի կարելի է գրել այս ամեն ինչը, բազմապատկել, տեսնել։ Այստեղ մենք ոչ միտեղ չօգտագործեցինք, որ R-ը, Q-ն և S-ը իրական են։ Ուղղակի, քանի որ հետո իրականների մասին է խոսք գնալու, ոնց որ շատ չեն կենտրոնանում կոմպլեքսի վրա, իրականում Կներեք, այն աստիճանի համար ճիշտ չի, Վիետի թեորեմը կա, բայց ուրիշ ձևով է մի քիչ ավելի ընդհանրացնում։ հա, ու այստեղ կարող է, չգիտեմ, 4 աստիճանի բազմանդամը ունենա երկու իրական արմատ, երկու կոմպլեքս արմատ, այդ դեպքում իրական չենք կարա գրենք 4 իրական արմատներ են դրանց հետ գործողություն անենք, բայց մենք կարանք ասենք, որ դրանց գումարը լինելու այն համապատասխան գործակից բաժանած ավագանդամի գործակից մինուս նշանով, էլի Իսկ այդ աշխատում։ դեպքում ի անգամ R է գրվում արմատը, X հանած ի անգամ R, Չէ, որ R-ը գրվում է սովորական A պլյուս B-ի անգամ I։ Նու անու B-ն օգտագործել էինք, ինչ-որ բան։ Այստեղ հենց քառակուսի հավասարումն էլի կարող է կոմպլեքս արմատներով կարելի են գրել, բայց շատ չկենտրոնանանք դրա վրա։ Հնարկենք հետևյալ խնդիրը։ X քառակուսի պլյուս X մինուս 10 հավասարումն է, արմատները իրացիոնալ թվեր են, գիտենք, որ արմատները x1 և x2-ն են։ Հիմա խնդիրը ուզում է կազմել հավասարում, որի արմատներն են x1-ը, x2-ը և x1 գումարած x2-ը։
Ես մի քիչ ժամանակ օգնեմ ձեզ ծանոթանալու համար։ Կլինի այսպես x գումարած 1 անգամ x քառակուսի պլյուս x մինուս 10 հավասար է 0, այդպես չի։ Ահա։ Բա, x1 գումարած x քառակուսի գումարած x մինուս 10-ը բազմապատկում ենք x պլյուս 1-ով։ Այսինքն կարող ենք դա էլ բացել, որպեսզի խորանարդը ստանանք, կարող ենք թողնել։ Հիմա x1 անգամ x2-ը կլինի մինուս 10։ Էդ էլ գրենք։ Սա կապահովի, որ x1-ն ու x2-ը լինեն արմատներ, Ահա։ որ Այստեղ կլինի բազմապատկենք x հանած x1 x գումարած x2-ով, Դրանց լինի x-հանած 1-ով։ սա Այսինքն կլինի եթե խորանարդի տեսքով գրելու լինենք, կլինի x խորանարդ պլյուս 2x քառակուսի մինուս 9x մինուս 10 հավասար է 0։ Ահա։ մի հատ բացենք տեսնենք։ Չէ, մի բան սխալ արեցի։ Գումարած 2x քառակուսի, x խորանարդ գումարած x քառակուսի Նորից գումարած x քառակուսի, գումարած x մինուս 10x, այնտեղ որ նման անդամների միացում կատարենք, կդառնա մինուս 9x։ մինուս 9x մինուս 10։ ոնց որ կարևոր էր չշփոթվել, որ x1 գումարած x2-ը ինչ որ արտահայտություն է, ինչ որ իրականում դրա արժեքը գիտենք եւ կարելի է ուղղակի տեղադրել եւ ստեղծել այս հավասարը։ Ես մի հատ էլ ինչ որ եղանակ ասեմ, որը ավելի երկար է, բայց կարող ենք դա էլ կիրառել։ Քանի որ ուզում ենք ստանանք խորանարդ աստիճանի հավասարում, կարող ենք կիրառել Վիետի թեորեմը։ Օրինակ այս երկուսը պետք է լինի մինուս նշանով բոլոր արմատների գումարը, այսինքն x1-ի, x2-ի ու x1 պլյուս x2-ի։ Սա լինելու է մինուս x1 գումարած x2 գումարած x1 պլյուս x2։ Պիտի հավասար լինի մինուս 1-ի, մինուս 1-ի, 2 հանած մինուս 1, մի հատ է մինուս նշանով 2։ Այս 9-ը պետք է լինի զույգերի արտադրյալը։ Արմատների զույգերով արտադրյալը։ x1 x2 գումարած x1 անգամ x1 գումարած x2, մեկը գումարած x2 անգամ x1 գումարած x2, Այսինքն x1 պլյուս x2-ի քառակուսի է վերջում։ սա լինում է x1 x2 գումարած x1 պլյուս x2-ի քառակուսի։ x1 x2 ստեղել գումարած հիմա x1 x2-ը գիտենք, որ հավասար է մինուս 10, սա հավասար է մինուս 10, իսկ դրանց գումարը Պլյուս 1։ Պլյուս 1։ պլյուս 1, Է մինուս 9։ պլյուս 1, Հավասար ճիշտ։ Ստացվում։ x2 Այդել 1 պլյուս x2 սա լինում է մինուս 10-ը, բազմապատկած մինուս 1-ով կլինի պլյուս 10։ մինուս 1-ով պլյուս 10, հիշում ենք, որ արտադրյալը մի հատ է Արդեն հակառակը պետք է վերցնեինք։ Հա։ Լավ, հիմա անցնենք հաջորդ օրինակին։ Ունենք այս հավասարումը, պետք է պարզել արմատների նշանները։ Գիտենք, որ այն ունի 3 իրական արմատ, x1-ը, x2-ը և x3-ը, պետք է պարզել նշանները։ Արմատների գումարը 0 է։ x1 գումարած x2 գումարած x3 Այո, արմատների գումարը 0 է։ Քանի որ իրականում այստեղ
x քառակուսի, Արտահայտության գործակից չկա։ այսինքն ես կարող եմ փոխել x խորանարդ գումարած 0 անգամ x քառակուսի։ Արտադրյալ 20 է, Դրական չեն ստացվում։ այսինքն երկուսը բացասական, մեկը դրական։ Հակառակը, երկուսը դրական, մեկը բացասական, որտեղ արմատների արտադրյալը բացասական է լինում, կենց թվով մինուս պիտի լինի։ Ինքը 20 է հավասար։ Արմատների Այսինքն արտադրյալը կարա երկուսը բացասական լինի, մեկը դրական։ Հա։ Եվ կարա բոլորը դրական լինեն։ Դե եթե C-ին էլ ենք նայում զույգերով։ Ահա, էդ էլ արդեն կնայենք։ x1 x2 plus x1 x3 plus x2 x3-ը 6 է։ x3 և x1 x3 Էդ էլ Այսպես Լույս նշանը Դա նույնն է։ այդքան էլ մեզ չի օգնի այդ Երեք մետադրական։ իրար դրական չեն կարող լինել, որովհետև գումարը 0 է։ Հետևաբար Երեքը ոչ երկու երեքը հարցը- դրական կլինեն, ոչ երեքը բացասական, երկուսը բացասական է, Ահա, մեկը երկուսը դրական։ Դե բացասական, մեկը ասեցի, երկուսը բացասական, մեկը դրական է։ Իսկ երկու դրական մի բացասական ինչու եք բացառում։ Որովհետև երկու դրական, մեկ բացասական կտար բացասական։ Արտադրյալը դրական է։ Ով ասեց, արտադրյալը մինուս։ Չէ, հակառակ նշանով ենք դեն վերցնում։ Եթե ստեղ մինուս 20 է, ուրեմն արտադրյալը 20 է։ Մինուս դենք մինուս 20, այսինքն դրական լինի, մեկը բացասական, Բայց երկուսը դրական, մեկը բացասական կտար բացասական, մեկ էլ կտար դրական։ Ոչ թե կտար Ուրեմն մինուս։ երկուսը բացասական է, մեկը դրական։ Հետևաբար երկուսն է բացասական, մեկը դրական, որպեսզի տա դրական, որ մենք մինուս ստանանք։ Այստեղ այս վերջին առնչությունից գիտենք, որ քանի որ 3 թվերի արտադրյալը դրական է, կամ 3-ն էլ դրական, Այո, կամ 3-ը դրական են, կամ երկուսը բացասական են, մեկը դրական։ Այս դեպքում դրականը 3-ի բացառում ենք, որովհետև այնտեղ գումարը դառնում էր 0։ Գումարը 0 է։ գումարը 0, Քանի որ 3-ի դրականը բացառեցինք, եղավ 1 դրական, 2 բացասական։ Ես հենց սկզբից ասի, որ 2 բացասական ենք, 1 դրական։ Մի արմատը լինի 0, իսկ մյուս երկուսները լինեն հակադիր թվեր։ Չէ, 0 չեն լինի, կարող։ արտադրյալը 0 կլիներ։ Արտադրյալը Դրական ենք, մենք այնտեղ որոշում ենք կամ 3-ը դրական են։ Եթե սրանցից մեկը 0 լիներ, արտադրյալը կտար 0 ոչ թե 20։ Դրա համար բացառում ենք այդ մի դեպքն էլ եւ ընդունում ենք, որ մեկը դրական է, երկուսը բացասական։ 0-ի դեպքը բացառվում է տեղ։ Որ արմատներից մեկը եղնի։ Դրական արմատները Եթե 3-ը դրական լիներ, գումարը 0 չէր տա։ Հետևաբար այստեղ երկուսի չի կարա օրինակ x1-ը x2-ը հակադիր թվեր լինեն, օրինակ x2-ը x3-ն էլ Լավ, հակադիր թվեր են։ Եկեք sense վերցրեք, ժողովուրդ։ Հակադիր թվեր են, բայց հակադիր թվերից ընդ որում մեկը դրական է, երկուսը բացասական են։ Հիմա այդ երկուսինը գումար է համարվում։ Իսկ դրականը պետք է հավասար եղնի այդ երկու բացասական թվերի գումարին, որ արդյունքը տա 0։ x1-ը հակադիր է x2 գումարած x3-ին։ Այո, այդպես ասեցի, կամ x2-ը հակադիր է x1, x3-ին գումարին։ Նրանք կամ x3-ն է հակադիր x1, x2-ի գումարին։ x1-ը հենց երկուսը ինքը Հակադիր հավասար նշանով։ Ընդ որում հակադիր նշանով, այն երկուսը բացասական են, մեկը դրական։ Միշտ վերցնում եք, որ բացառեցինք դրականի դեպքը, քանի որ գումարը 0 էր, դրա համար մնաց այն մի դեպքը, որ մեկը դրական է, երկուսը բացասական է, որ արդյունքը տա դրական, որովհետև մեր մոտը վերջինը բացասական է եկել, մինուս 20 է։ Այդտեղից եզրակացնում ենք, որ այդ արդյունքը դրական է եղել, որ վերցրել ենք բացասականով։ Այսինքն, եթե լիներ +20, մենք կարանք վերցնենք երկուսը դրական, մեկը բացասական։
Մեզ օգնում է մենակ առաջինը, վերջինը, երրորդը։ Զույգերի արտադրյալը մեզ պետք չի։ Զույգերի արտադրյալը արդեն Դրանց չի էլ հստակություն կարող լինել, որովհետև 3 արմատների արտադրյալը 20-ն է, ոնց կարող է դրանց արմատներից մեկը 0 լինի։ Դա բացառեցինք էլի, դե դրա համար ասեցինք մենակ մի Կներեք, ես կարող եմ ասել ոնց եմ գտել։ Հա, Գտել եմ x-ը հավասար 2-ը հավասարման արմատ։ հա, Բաժանել բազմաթամը x մինուս 2-ի և ստացել x քառակուսի գումարած 2x գումարած 10։ Այդ դեպքում դուք Բեզուի թեորեմից եք օգտվել։ Այո, գումարած 10։ ըհը։ Հա, էս էլ կտա։ Էս էլ կտա։ Ստեղից առաջի արմատը ստացվում է 1-ը 2, Հա, x2 գումարած x3 հստվիետի թեորեմի մինուս 2, իսկ այս արտադրյալը արդեն Ստեղ դառնում է արդեն իրական արմատներ չունի երկրորդը, իրական արմատներ չունի։ հա, Բայց խնդիրը- այդտեղ դուք չեք կարող վիետ կիրառել։ կարող ենք վիետ կիրառել, Այո, բայց այստեղ վետը չի, Այսինքն ուրեմն ունի Այս Միայն դեպքում մեկ այսինքն արմատ։ կիրառում ենք Բեզուի թեորեմը, լրիվ կարող ենք իր այդ R-ի բանը բաժանարարները գտնենք ու հենց Բեզուի թեորեմով արմատները գտնենք։ հա, Բայց այս Բայց դեպքում մենք վիետով ենք անում։ իրական արմատ։ վիետի թեորեմը միշտ կարելի է կիրառել, ուղղակի քանի որ այս արմատները իրականում իրական չեն, իրական չէ, նշանների մասին խոսք չեն կարող ունենալ, ոնց որ կոմպլեքս նշանների մասին չեն կարող ասել։ Ուղղակի Հա։ կարանք ասենք, որ կարա ունենա երկու բացասական, մեկ դրական։ Մենակ այդ հարցին կարանք պատասխանենք, թե որ նշանը կունենա, դա չեն կարող ասենք։ դե ընդհանրապես կոմպլեքսը, քանի որ ոչ կոմպլեքս թիվը չեն կարող ասել դրական է թե բացասական։ Իհարկե։ Այս խնդիրը իրականում այս բազմանդամը ոնց որ ճիշտ չէր ընտրված, բայց եթե լինի նմանատիպ ինչ որ Բա բազմանդամ որտեղից էր այս հարցը, պարոն Չեչյան։ աղբյուրը չգիտեմ, ուղղակի տենց այս գաղափարը, որ Հենց հարցը բարձել նշանները։ հա, ինչ որ բազմանդամի համար, որի երկրորդ գործակիցը հավասար է 0-ի, կարող ենք նշանները բարձել, որովհետև այս առնչությունները ունենում ենք։ Ուղղակի բազմանդամը անհաջող էր ընտրված, ոնց որ այս բազմանդամի համար իրական չեն։ Իսկ եթե փորձեինք ամբողջական արմատները գտնել նշանները կպարզեին, թե չէ։ Հա, կլիներ։ Ուղղակի այստեղ միակ արմատը 2-ն է, էլի։ Ինչ որ ուրիշ բազմանդամ լիներ, որի համար հնարավոր լիներ գտնել, կարող է դժվար լիներ գտնելը, ասենք իրացիոնալ լինեին, խորհրդաշրջանի համար արմատները գտնելու համար բանաձև Կարդանո։ Հա, կարդանոյի բանաձև կա, որը ինչ որ խառը բանաձևերով արմատը հենց կոնկրետ ստանում է։ Այդ sense մի բան կա, չէ, որ քանի անգամ նշանափոխություն կա բազմանդամի մեջ, այդքան հատ ինքը իրական արմատ ունի։ Այստեղ ընդամենը մի անգամ է նշանափոխությունը, այսինքն իրական թվերի դաշտում մի հատ արմատ ինքը ուներ ընդամենը։ Մի հատ պլյուս 6x-ից մինուս 20 է անցած, չէ։ Դառնում է ինքը մի հատ իրական արմատ կարա ունենա ընդամենը։ Հա, Ընդհանուր բազմանդամը մի անգամ է նշանափոխություն եղել, էլի։ հա, փաստորեն։ Sense կանոն էլ կա, էլի, իրական թվերի դաշտում։ Ուրեմն եթե ուզում էինք լիներ 3 արմատ, պետք է այստեղ մինուս լիներ։ Գոնե առնվազն մի տեղ նշանափոխություն պետք է լիներ, էլի։ Հա։ Նշանափոխություն նաև համարվում է 0-ից մինուս գնալը։ Հա, եթե տեղ է, այո։ Եվ այս օրինակը քննարկենք։ Ունենք արդեն այսպիսի բազմանդամ, էլի x քառակուսու գործակիցը 0 է։ Ուղղակի ոչ թե գիտենք a-ն եւ b գործակիցները, այլ գիտենք արմատները։ Այսինքն գիտենք, որ արմատներից մեկը 2 է, արմատներից մյուսը 7 եւ 3 իրական արմատ ունի, պետք է գտնել a եւ b թվերը։
x3-ը մինուս 9-ն է, Քանի որ գիտենք էլի արմատների գումարը հավասար է 0-ի, կարող ենք x3-ի արժեքը գտնել։ x3-ը մինուս 9 է։ Այստեղ էլ բեն էլ դառնում է 2 անգամ 7 անգամ մինուս 9-ի հակադիրը, այսինքն 126 2 անգամ 7 անգամ մինուս 9, 2 անգամ 63, 126։ Այո, և մեկ էլ անապետ գտնել, Արտադրյալը արդեն, չէ։ ան Զույգերի արտադրյալը։ զույգի արտադրյալ, ան զույգերի, այսինքն x1 անգամ x2 գումարած x2 անգամ 67, մայց x3 թե ճիշտ հաշվեցի մինուս 67։ Հա, ես նրան 67 բացել մինուս։ 7 անգամ մինուս 9 մինուս 63, մի հատ էլ 2 անգամ մինուս 9 մինուս 67։ Ան ուղիղ դեղով էր, չէ, հավասար հակառակ նշանով չէր։ Չէ, ան հենց այդպես չէր մնում։ Ուրեմն մինուս 67։ Այսինքն բազմանդամը ստացվեց x խորանարդ հանած 67x գումարած 126։ Սա կարար Եղավ երկու հատ նշանափոխություն, բայց այդ դեպքում ըստ նախորդ կանոնի ոնց եղավ 3 իրական արմատ, թե 0-ն էստեղ Ես ենթադրում եմ, հա, 0-ն ոնց որ հաշիվ, 0-ից մինուս այսինքն ունենք դրական, հաջորդ գործակիցը 0-ն, Այսինքն 0 նշան չունի, էլի։ մինուս պլյուս, Հա։ հա, երեք հատ նշանափոխություն։ 126-ը պլյուսով թե մինուսով կներեք։ 126-ը պլյուսով, որովհետև Պլյուսով։ դի մասին արդեն ոնց որ Եղավ, շնորհակալություն։ Այդ թեորեմը ես ապացույցը չեմ հիշում, բայց երևի այնտեղ այդ բահը թույլատրվում է, այսինքն 0-ն Այսինքն գրենք այսպես x խորանարդ պլյուս 0x քառակուսի, արդեն այստեղ պլյուսով գրենք էլի, որպեսզի կարողանանք 3 նշանափոխությունը ցույց։ Չէ, եթե պլյուսով գրենք, կստացվի 1-ից 0 նշանափոխություն չկա։ Այս այդտեղ հարցը ավելի շատ ոչ թե Թե պլյուս ուղղակի օրինաչափությունը հետաքրքիր էր, դրա համար եմ հարցնում, այստեղ չկար, դուք նշեցիք, որ 3 հատ իրական արմատ ունի, դրա համար եմ զուտ հարցնում։ Չեմ կապում էլի ձեր ասածի հետ։ Հա։ Ավելի շուտ ոչ թե 0-ի նշանն է այստեղ հստակ լինում, այլ այդ թեորեմի մեջ, ձևակերպման մեջ 0-ն պետք է առանձին ինչ-որ ձև նշվի, որպեսզի այս դեպքը բաց չթողնվի, էլի։ Դե այսքանով ավարտենք այսօրվա քննարկումը, հետո երևի էլի ինչ-որ քննարկումներ կլինեն հենց Վիետի թեորեմի հետ կապված։ Շնորհակալություն։